բացատրություն չկա, կամ հենց տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք թալանները նախկինների, բայց այդ թալանների մասին ով պիտի խոսի։ Այսինքն ընդունում եք, որ նախկինները թալանել են։ Իհարկե նախկինում թալան է եղել, հիմա էլ է շարունակվում, իսկ պարոն Ռուբինյան, դուք ավելի լավ է 004 շրջաբերականի տալուց առաջ, նախ ասեք քանի շրջաբերական ունենք, եւ դրանցից առաջ լավ կլինի ընդհանրապես ասեք քլեչը ոնց է, ինչ է ասում ձեզ, ձեր ականջին, ի վերջո դուք պարլամենտական երկրում զբաղեցնում եք ազգային ժողովի փոխնախագահի պարտականությունով հաշվետու է։ Էլ եք ասեք օրինակ քլեչը ես էր ասում ձեր ականջին, կամ չէ ձեր ականջին չէր ասում, ինչ որ տեղ էր ասում, որ հասկանանք, թե չէ ընկել եք տարբեր շրջաբերականների հետ եմ ավարտելով խոսքս, վերջին նախադասությունն եմ այսօր ուզում ասել։ Պարոն Փաշինյան, ես ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս, մտածում պետք էր այդ քայլը, թե չէ։ Մի անգամ խնդրանք ունեմ ձեզ, այս անգամ, էլ եք այս ամբիոնից ու ասեք, որ ժողովուրդ, ես հեռանում եմ, հրաժարական եմ տալիս, գնացեք ընտրեք ձեր ուզածներին, թող այդ մարդիկ կան և ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի։ Մի համարեք, որ դուք վերջին ճշմարտությունն եք, դուք ոչ միայն վերջին ճշմարտությունը չեք, դուք նախավերջին անգամ ճշմարտությունը չեք ձեր այս իրականացված գործողություններով։ Պարոն Մինասյան,